տասնյակի ամենազգացմունքային բլոգերը։ Ապասյոնադեն հաճախ է գրում փոքրիկների ու նաև իր տղայի մասին։ Հենց հիմա կարող եք դիտել Հայկուհի Ասատրյանի տեսանյութը բլոգեր Ապասյոնադեի Գայանե Նազարյանի մասին։ Բլոգեր Գայանեի փոքրիկը երևի որոշել է հեռուստալրագրող դառնալ։ Բարձրախոսը նկարահանման ողջ ընթացքում ձեռքից բաց թողնել չէր ցանկանում։ Գայանե Նազարյան, բլոգերների շրջապատում հայտնի Ապասյոնադե։ Գայանեի բլոգում խոսում են մարդու ներքին ապրումներն ու զգացմունքները։ Բլոգերը ստեղծել է աշխարհ, որտեղ կարողանում է սավառնել ու ընդվզել։ Ինքը տրամադրության բլոգ է, եթե խոսենք բլոգիս մասին, ու այն որ տրամադրություն թեգնել է միշտ առաջներում, այդ ինչ-որ բան ասում է։ Գայանեն մասնագիտությամբ հոգեբան է, բայց արդեն 7 տարի զբաղվում է լրագրությամբ։ Ապասյոնադե անունը պատահական չէ ընտրված, Արմատը Patient գիրքն է։ Ապասյոնադեն իմ երկրորդ եսն է, որ շատ չի տարբերվում առաջինից։ Նույն եսն եմ, ուղղակի նույն Գայանեն է, ուղղակի շատ ավելի խտացված, շատ ավելի զգացմունքային, շատ ավելի պորտկացող, բայց ես եմ։ Գայանեն հայկական բլոգոսֆերայում ամենազգացմունքայինն է, գրառումներն էլ այդպիսին են՝ սեր, զայրույթ, ցավ, զարմանք։ Պարտվել չեմ սիրում, ում էլ լինի, ինքս ինձ էլ չեմ սիրում պարտվել, ես ինձ էլ պիտի հաղթեմ։ Դրա համար սիրում եմ պայքարող մարդկանց, բլոգերները պայքարող են, իրանք շատ ակցիաներ են անում, համենայն դեպս իմ ընկերները ԿՄ-ի շատ ակցիաներ են նախաձեռնել ու միշտ հասել են հաղթանակի։ Ապասյոնադեն բլոգը վարում է 2 տարի, մասնագիտական թեմաներով փորձում է քիչ գրել, քաղաքականությունն ընդհանրապես անտեսում է, իր բլոգում խոսում է մարդու ներաշխարհից, ներքին ապրումներից ու զգացմունքներից։ Ես իրան սիրում եմ, ինքը իմ երեխան է, ոնց որ փոքրիկ կենդանի երեխան կարա լինի, որ պիտի փայփայես, պահես, անպայման չուն չտաս իրան ցավացնել, նույնն էլ բլոգն է։ Գայանեն կարևորում է բլոգային ընկերներին, ցանկացած պահին նրանք միշտ կողքին են, թե ուրախության, թե տխրության պահին։ Բլոգոսֆերայում հենց մտածող մարդիկ են հավաքված, տարբեր տեսակի, դու իրենց հետ կարես ընդհանրապես համաձայն չլինես, բայց մենակ են, որ այդ մարդը մտածում է, ու որ հիմնավորված տեսանկյուն ունի, արդեն շատ բան է նշանակում։ Ապասյոնադեի բլոգում Արտուր Մեշչյանը միշտ առաջնային է, բլոգի կարգախոսն էլ Մեշչյանի թռիչ երգից է ընտրված։ Յուրաքանչյուր մարդ անկախ նրանից ով է, ինչ տեղ է զբաղացնում հասարակությունում, ինչ տիպի մարդ է, ունի աներևույթ կամ էլ իրական թշնամիներ, ախոյաններ, մրցակիցներ, եւ մրցակիցը ինքն իր մեջ է հենց։ Բայց երբեք թույլ չպիտի տաս այդ մրցակցին քեզ տեսնի ծնկաչոք։ Դու ինչ ես տեսնի գլխակոր ծնկաչոք։ 2011-ը Կենթանի Մատյանի բլոգերների համար առանձնահատուկ էր ու բեղմնավոր։ Մեր Կենթանի Մատյանի բլոգերներից շատերը այս տարի ծնող դարձան։ Ով առաջին անգամ, ով երկրորդ անգամ, բայց շատ ուրախացնող փաստ էր։ Նախ այդ որոշակի տարիքի մասին է խոսում բլոգերների։ Պայքարի ունակության։ Արսենը նույնպես պայքարում է։ Պայքարող մարդու տեսակը ժառանգել է մայրիկից։ Գայանեն էլ փոքրիկի մասին հաճախ է գրում։ Իմ կյանքի հաղթանակը իմ տղան է, իմ կյանքի հաղթանակը չգիտեմ, դժվար մայր դարձած մարդը այլ բան կարողանա ասի հաղթանակների մասին։ Ինչքան էլ այլ ոլորտներում ունենաս հաղթանակներ, աշխատանքային լինի, դա լինի, չգիտեմ, որևէ այլ ոլորտում, մեկը երեխայից մեծ հաղթանակ չկա։ Ամենից առավել ու կարևոր հենց նա է, Արսենը։ Ապասյոնադեն հաղթեց կյանքում, բայց հաղթել սիրում է ամենուրեք։ Ֆուտբոլային հաղթանակների նկատմամբ նույնպես անտարբեր չէ։ Ֆուտբոլային երկու թիմ կա, որ շատ եմ սիրում, Բարսելոնան ու Ռոման։ Այդ երկու թիմերի իրանք ունեն փիլիսոփայություն, որ իմն է։ Իրանք ունեն պատմություն, որ էլի իմն է։ Իրանք ունեն այսօրվա կերպար, որ էլի իմն է։ Ֆուտբոլը ես եմ։ 2012-ին Գայանեն խոստանում է շարունակել գրել նույն զգացմունքայնությամբ։ Ես հույս ունեմ իմ պայքարը մի քիչ ավելի քիչը կլինի, բայց ոչ թե նրա համար, որ պայքարելուց ջիղը կքչանա, այլ որովհետև քիչ բան կլինի պայքարելու, շատ եմ ուզում հուսամ։ Երնեք թե այս նոր տարին։ Երնեք թե այս նոր տարին, հայ ազգնի մի գումարվեր, իգլուխ կարնո հայ ամրին, հայ ու դրոշակ ծածաներ,